ինչ է Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի Գագիկ Ծառուկյանի համար 17 միլիոն դրամը։ Ես պատրաստական եմ։ Այս գումարը նրա տարեկան եկամուտների անգամ 1%-ը չի հասնում ըստ 2024-ի հայտարարի։ Բացի այդ, նա իր կանխիկ դրամով այն կարող էր մուծել ավելի քան 1000 անգամ, բայց արի ու տես, որ Ծառուկյանին պատկանող մուլտի ուելնես կենտրոնը այդքան պարտք է կուտակել համայնքին։ Ծառուկյանը այն աշճանի ասել, որ նա երբեք ու երբեք տակից վրից խաղեր տալու, այդ ճանապարհները վաղուց անցել են։ Civilnet-ը բազմիցս անդրադարձել է այս խնդրին։ 2016-ին Ծառուկյանի ընկերությունը այստեղ Օղակաձև զբոսայգում ստացել է ավելի քան 12000 քառակուսի մետր կառուցապատման իրավունքով։ Երևանի քաղաքապետարանը ավելի վաղ մեզ հայտնել էր, որ 2022-ից 7 ամիսների ընթացքում ընկերությունը կուտակել է շուրջ 30 միլիոն դրամ պարտավորություն։ Հայրենիքը դա բաժակաճառ չի, որ բաժակաճառ կենացնել խմում, այլ հայրենիքի համար մարդիկ հարկավոր է ինչ որ կարող են անել, մասնակից լինել։ Հունվարի 16-ին Civilnet-ը նոր գրավոր հարցում ուղարկեց քաղաքապետարան հասկանալու, թե ինչ եղավ այս պարտքի ճակատագիրը։ Հենց նույն օրը Գագիկ Ծառուկյանի ընկերությունը համայնքին փոխանցում է 7 միլիոն դրամ։ Այնպես որ կարևոր եթե մարդը փորձառու է, նրան չի կարող ինչ որ սադրանքների մեջ քցել, սարքել, այդ վաղուց է դպրոցները մենք անցել ենք, ուրիշ։ Շնորհակալություն։ Երևանի քաղաքապետը խոստանում է ավելի խիստ լինել այն ընկերությունների նկատմամբ, որոնք պարտքեր են կուտակում համայնքին։